2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այն պարտադիր ապահովագրական համակարգ է, որի նպատակն է ապահովել շահառու խմբի համար բժշկական ծառայությունների և դեղերի ամբողջական կամ մասնակի ֆինանսական հատուցում, բարձրացնելով բուժօգնության հասանելիությունը։ Փաստերի ստուգման հարթակը առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից ստացել է ծրագրի իրականացման առաջին 5 ամիսների հունվար-մայիս ժամանակահատվածի վիճակագրական տվյալները։ Հունիս ամսվա տվյալները դեռ մշակվում են հիմնադրամի կողմից։ Պաշտոնական տվյալների համաձայն առաջին 5 ամիսների ընթացքում ապահովագրական համակարգից օգտվել է շուրջ 862 հազար շահառու։ Նրանք ընդհանուր առմամբ ապահովագրությունից օգտվել են շուրջ 1,3 միլիոն անգամ։ Այս ծառայությունների ֆինանսավորման համար պետությունը հատուցել է 59,1 միլիարդ դրամ։ Կոշվերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9,5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ Կատարվում են կողմնակների լրացման, կողային առուների կառուցման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Նշված աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի։ Շինաշխատանքները մեկնարկել էին անցած տարի։ Հիմնանորոգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Միաժամանակ եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում։ Տեղեկատվական հոլովակում ծանոթացեք եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման մանրամասներին, մասնավորապես ովքեր են ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչպես ներկայացնել հայտարարագիր, որոնք են հայտարարագրման ենթակա եկամուտները, հայտարարագրվող եկամուտներից որոնք են լրացվում ինքնաշխատ, որոնք ինքնուրույն քաղաքացիների կողմից, և երբ ներկայացնել հայտարարագիր։